Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, այսօր ես մի տեսանյութ տեսա Telegram-ով, որ Մոսկվայում ինչ-որ այսպես կոչված ռուսական համայնք, ռուսկայա община կոչված ինչ-որ շարժում է, որը մոտիկացել էր երկու հայ երիտասարդի գիշերվա ժամին եւ ինչ-որ նվաստացուցիչ վերաբերմունք էր դրսևորել այդ երկու երիտասարդների նկատմամբ, բայց երիտասարդները չեն կոտրվել եւ դաստոյնի ոնց որ ատպոր էին տվել դրանց։ Ու հետաքրքիրն է, որ նրանք պարբերաբար նկատել են, վիդեոները տեսել եմ դրանց, որ տարբեր միգրանտների մոտիկանում են օտարազգի եւ միշտ փորձում են ինչ-որ նվաստացնեն կամ չեպեներ գտնեն իրանց վրա։ Ու հետաքրքիր է, որ շատ անգամ ոստիկանների հետ են գալիս։ Հիմա իմ ասածս որն է, տարբեր տվյալներով խոսվում է, որ Ռուսաստանում ապրում է մոտավորապես 3 միլիոն մեր հայրենակիցներն են բնակվում եւ 1-ից 2% ինչ որ տնտեսական ակտիվ ցուցանիշ են դրսևորում, այսինքն 2% տնտեսական ակտիվություն են դրսևորում այդ 3 միլիոն հայերը, ինչը բավականին լուրջ թիվ է այդ բանի համար, համայնքի համար հայկական ամբողջ գլոբալ երկրի տնտեսության համար։ Հիմա իմ խնդիրն ինչումն է, ես ուղղակի մի բան չեմ կարողանում հասկանալ, այդ մազոխիստական հատկությունը որոշ հայերի մոտ որտեղից է ձևավորվել, որ այդ երկրում են բնակվում, որտեղ հայերին վերաբերվում են որպես երկրորդ սորտ, պարբերաբար ազգային հողի վրա նվաստացնում են, ճնշում են, միշտ ցույց են տալի իրանց տեղը, հա։ Դուք տենց էլ չհասկացաք, որ այդ երկրում ինչքան էլ ուզում եք, հարկը խոսքը որոշ հայերին է վերաբերվում, էլի, որոնք ինչքան ուզում եք քծնեք, ինչքան ուզում եք ռուսերեն խոսակ առանց ակցենտով, ինչքան ուզում եք ինտեգրվեք, դուք միևնույնն է մնալու եք երկրորդ սորտ։ Միշտ ձեզ ճնշելու են, միշտ ձեզ ստորացնելու են եւ նաեւ խոսքը նաեւ վերաբերվում է նաեւ բռնության են ենթարկելու ազգային հողի վրա։ Դա այդ երկիրն է։ Ինչքան ուզում եք լավ ապրեք, ինչքան ուզում եք բիզնեսներ ունենաք, մեկը մի օր FSB-ն գալու է դուռը թակի ձեր ու ասի, որ այդ բիզնեսները անօրինական են եւ ձեր ձեռքից խլելու է։ Այդ երկիրը այդ երկիրն է։ Դա այն երկիրն է, որտեղ որ հայերը Սովետ միության ժամանակ, երբ որ օկուպացրել էին մեր երկիրը, գերմանացիների դեմ պատերազմի ժամանակ երկրորդ համաշխարհային 2 միլիոն բնակչությունից 600,000-ը մասնակցել է պատերազմական գործողությունների, 350,000 զոհ ենք տվել, ել չեմ խոսում ինչքան մարշալներ ենք տվել, գեներալներ ենք տվել եւ այլն։ Եվ իրանք ոնց են դա գնահատ է, այսինքն տեսեք, որ դու ինչ-որ մեկին լավություն ես անում, մեկը գնահատում է, չէ՞, քո արած լավություն եւ դրան համապատասխան լավություն անում քո նկատմամբ։ Իրան դու այդքան ամեն ինչ տվել ես, ինչա դրա դիմաց ինքը քեզ ոնց է պատասխանել։ Ինձ թվում է իմաստ չունի, չէ՞, շարունակեմ։ Հիմա ասածս հետեւյալն է։ Լավ, այդ մազոխիստական այդ չգիտեմ, այդ Ստոկհոլմյան սինդրոմը, որ ձեր մեջ ձևավորվել է, որ ամեն գնով պետքա մնաք այդ երկրում, որտեղ ձեզ ամեն օր ստորացնում են, ձեզ վիրավորում են ազգային հողի վրա։ Մեկը դուք ինչքան էլ այդտեղ լավ գործերի մեջ լինեք, լավ բիզնես ունենաք, լավ փողեր առնեք, մի օր ձեր գլխին տալու են այդ փողերը վերցնել։ Այ ոնց որ օլիգարխների, հայկական ազգանունով օլիգարխների ձեռքից արդեն կամաց խլում են բիզնեսը։ Օրինակները չբերեմ, հա, դուք շատ լավ գիտեք։ Լավ, ի՞նչն է ձեր խնդիրը։ Լավ, Հայաստան չեք ուզում գաք, հասկանում եմ։ Ամառ չեմ հասկանում, ուրիշ տարբերակ չկա, կարող եք գնալ ուրիշ տեղ, բայց չնայած Հայաստան որ գայք ավելի լավ կլներ միգուցե։ Այո, Հայաստանում բարդ է, դժվար է, բայց Հայաստանում գոնե ողջ կմնաք, ձեզի փողոցում ամեն օր չեն ստորացնի, չեն փորձի ինչ-որ նսեմ անցնել։ Մեկը դուք ինչքան էլ այդտեղ շատ լինեք, ինչքան էլ լավ բիզնես ու գործերի մեջ լինեք, մեկը դուք այդտեղ միշտ լինելու եք երկրորդ սորտ։ Մեկը դուք այդտեղ հարց լուծող չեք լինելու։ Սա տարական բան է, պետքա հասկանաք, էլի։ Խնդիրն է, որ պետքա դուրս գալ այդ երկրից, պետքա փախնել այդտեղից, փախեք, փրկվեք այդ երկրից։ Հասկանում եք, մենք պարբերաբար սենց տեսանյութեր նայում ենք, ոնց են ձեզ այնտեղ նվաստացնում, ոնց են ստորացնում ձեզ։ Արա խելքի եկեք մի քիչ էլի վերջապես։
Իսկականից մի քիչ խելքի եկեք, արա մեղք եք պրոստը։ Արդեն ուկրաինական Չեռնոզյոմի վրա այնքան զոհ եք տվել արդեն։ Այնքան զոհ են տվել հայերը ընդեղի ապրող։ Այս ռուս-ուկրաինական կռվի ժամանակ այնքան են գնացել զոհվել ռուսների կողմից, այսինքն օկուպանտ, հանցագործ ռուսական բանակի կազմում գնում կռվում են մի երկրի դեմ, այն երկիրը, որ ինքն իրան պաշտպանում է ընդամենը։ Չի թողնում, որ իրան գրավեն։ Այսինքն օկուպանտ ռուսի համար գնացել պայքարում են, կռվում են հարևան երկրի հետ։ Մի երկրի համար, ով 44 օրյա ժամանակ շատ փայլունը ճակերտների մեջ եմ ասում, կազմակերպեց հայերի պարտությունը, հակաօդային պաշտպանությունը բաց պահելով, երբ որ գումարը փոխանցել էր, ընդուց զենքը չէր գալիս, հասկանում եք, դու հետ պատերազմի ժամանակ մեր այսպես կոչված ՕԴԿԲ-ի անդամ Ռուսաստանին փողը փոխանցում ենք, որ զենքը գա, բայց զենքը չի գալի։ Պատերազմը վերջանում, նոր մի տարետը նոր զենքը գալիս է։ Բայց ինչ է թե սա ոչ դավաճանություն։ Օդի բաց պահելը։ Այն A133 կներեք A160 ինքնաթիռը բեռնատար, որը պետքա զենք բերեր մեզ։ Էդ էլ են միտումնավորն հենց են արել, որ այդ ինքնաթիռը չբեռնվի եւ չգա զենքերով։ Այդ երկիրը կազմակերպել է մեր պարտությունը։ Իսկականից խելքներդ գլուխներդ հավաքեք էլի։ Ասում եք գանք ինչ անենք։ Գաս ստեղ, որ ողջ մնաս, որ չթաս նահատակը լնես։ Էս է իմ ասածը։ Ձեզ դուր ակալ արա, որ անընդհատ ձեզի նվաստացնում են, անընդհատ ձեզի ինչ ասես ասում են, էլ չուրկա են ասում, էլ արա լավ ինքնասիրություն ունեք, չէ՞ վերջապես։ Ում հետ անհատապես խոսաս, սա ապե մորս սարև, հորս սարև, ապե շան տղալնեմ, շնից ծնված ալնեմ, ապե մորս սարև բան, ապե ճշտերի մեջ արա, բոշմ չասեմ էլի։ Սաղ բան են արա, ոնց հասկացող բան տղերք են։ Արա մեռան ձեզի ստորացնելով, արա։ Դուս եկեք արա այդ երկրից։ Տեսակ ինչ արեցին են օլիգարխներին են, մա Թելման Իսմայելով կար, սա կասեն ադրբեջանցուք ես օրինակ բերում, այն որ այն ինչ որ արեցին ադրբեջանցի օլիգարխները, նույն բանը մեր հայկական ազգանունով օլիգարխների հետ են անելու, արդեն մի մասի հետ արել են, մյուսին հեսա շուտով կանեն, ինչքան էլ Արա Աբրահամյանի նմանները լինեն, որ ստեղ գան եկեղեցիներ սարքեն ռուսական ուղղափառ բան, մեկա գլխներին տալու են, ամեն ինչը ձեռքներից հետ վերցնեն, նենց որ խելքներդ գլուխներդ հավաքեք, ստե արդեն ինքնասիրության հարց է, ստե ոչ թե տնտեսական եւ այլն, ինքնասիրության հարց է զուտ, եկեք ստեղ գիտեմ, որ ստեղ կյանքը դժվար է, բարդ է շատ, բայց ստեղ գոնե ողջ կմնաք, հասկանում եք, ստեղ ձեզ չեն սպանի, էլի, կամ շատ կաներեք ավելի կոպիտ կարամ ասեմ, ձեր տղերքին կարող է սպանեն, ռազմորկեքի մեջ չեչենները, դագերը, բաները, իսկ աղջիկների պարագայում չասեմ, էլի, թե ինչ կարող են անել նույն այդ դաղստանցիները կամ չեչենները, հասկացակ իստը վումա, այն ինչ որ ամեն որ անդեղ կատարվում, մեծ մարդ եք, ամոթ հավողակի, այդ տեսանյութը չեմ իշում որ ալիքով էր, կարծեմ հապով էր, լավ մնացեք խելքներդ գլուխներդ հավաքեք